Ամեն հաջորդ գրառմամբ ստեղծվում է, խորանում է հետևյալ տրամաբանությունը, որ կամ ինքը պետք է մնա, կամ կաթողիկոսը։ Այսինքն այնպիսի տրամաբանությամբ գրառումներ են արվում, որ որևէ կերպ այլևս պատկերացնելի չի լինում, որ հետագայում կարող են, այո, ինչ որ երկխոսության եզրեր գտնվել։ Իհարկե քաղաքականության մեջ հնարավոր է ցանկացած շրջադարձ։ Հնարավոր է բացատրել այդ շրջադարձերը, եթե վաղը ինչ որ իրավիճակ լինի, որտեղ Նիկոլ Փաշինյանը համարի, որ իր շահից բխում է արգելակել եւ նույնիսկ շրջադարձ կատարել, ապա ես կարծում եմ անկասկած, եթե դա բխի իր շահերից, իհարկե կկատարի։ Ինչի հետևանքով կամ ինչի արդյունքում կարող է այդպիսի իրավիճակ ձևավորվել, ես հիմա կարծես թե չեմ տեսնում, այո։ Բայց կրկնեմ, չեմ բացառում։ Այդուհանդերձ հիմա այդ կամ-կամի տրամաբանությունը բավական տեսանելի է եւ անկասկած թեժանում է։ Շատ էական է ըստիս, որ հայ առաքելական եկեղեցին Գարեգին II-ը փորձում են առավելագույնը անել այդ թեժացմանը համարժեք, սիմետրիկ, այո, առճակատում թույլ չտալու համար։